ասացիք, որ փետրվարի 12-ին ձեր վարչապետի տեխնացուի անունը նաև հայտնի կդառնա, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ այս պահին հստակ է թե նա ով է լինելու, պարզապես դուք պատրաստվում եք դա հանրայնացնել շաբաթներ անց եւ հաջորդ հարցը կուզեի ամեն դեպքում հարցնել քաղաքական ուժերի հետ այս փուլում ընթացող հանդիպումներից կամ քննարկումներից նախընտրական հնարավոր համագործակցությունների վերաբերյալ դուք նախինում հայտարարել եք, որ նախընտրական փուլում առաջին եւ երկրորդ նախագահների հետ համագործակցության պատրաստ չեք, այսինքն կխնդրեմ, եթե ինչ-որ բան է փոխվել, հստակեցնեք, հետընտրական փուլում պատրաստ եք նրանց հետ համագործակցության եւ նախընտրական փուլի հետ կապված այս պահին կրկին ընդդիմադիր դաշտից հնչում են կարծիքներ, որ մեծ բևեռներ են անհրաժեշտ ձևավորել, որպեսզի հնարավոր լինի այդպես համագործակցել խորհրդարանին եւ հասնել իշխանության հեռացմանը։ Դուք այդ տեսլականին ինչպես եք վերաբերում, այսինքն կողմ եք ինչ-որ այլ ուժերի հետ համագործակցության, ոչ այն ուժերի, որոնց մասին դուք արդեն խոսել եք, օրինակ դաշտում կա Հայ ազգային կոնգրեսը, Լուսավոր Հայաստանը, այլ ուժեր կա, որոնք այս փուլում խոսում են հնարավոր դաշինքների, բևեռների ձևավորման մասին կան, այսօր հետ քննարկումներ եւ այսպիսի մեծ դաշինքներ ձևավորելու դուք կողմ եք, թե այդուհանդերձ նախընտրում եք ձեր կուսակցությամբ եւ ձեր ուժով մասնակցել ընտրություններին։ Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու եւ որոշիչ է լինելու մի բան, թե որ կուսակցությունները ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ եթե տեսնում է, որ իր հնարավորությունը ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, եթե տեսնում է, որ իր հնարավորությունը անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի process-ի մեջ, թույլ չտա, որ իր ձեները կորեն։ Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի իմ կարծիքով պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը, որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ճիշտ եք, նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, բայց այս պարագայում, այս պահին մենք տեսնում ենք մի ճանապարհ։ Ժամանակի ընթացքում վերջնական քաղաքական կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ եւ դիրքորոշումով, ինչը բխելու է այն նույն տրամաբանությունից, որը ես նշեցի նախորդիվ, այսինքն որ փոքր կուսակցությունները, ովքեր հնարավորություն չունեն անցնելու, պետք է չմտնեն process-ի մեջ մեր կարծիքով, որովհետև դա իշխանական օրակարգի սպասարկում է լինելու, աջակցելու իշխանությանը վերարտադրվելու։ Ինչ վերաբերվում է կոալիցիաներին, նախընտրական, ես ասեցի, որ երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ վերջնական մենք որոշում կայացնելու ենք նախընտրական process-ների վերջի этаպում։ Որ ուժերի մասին է խոսքը, որոնց հետ որ այս պահին կան քննարկումներ։ Քանի որ քննարկումները տարբեր ընթացակարգերով են տեղի ունենում, չի ուզենա բարձրացնել, բայց արդյունքի լինելու պարագայում ինձ թվում է մեր հասարակությունը կիմանա։ Եվ առաջին վերաբերյալ պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ վարչապետի տեխնացուի հետ կապված, այսինքն կարող ենք ֆիքսել, որ արդեն տեխնացուն որոշված է։ Այո, տեխնացուն որոշված է, տեխնացուն ճիշտ որ ասեմ, երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։